Եթե դուք նոր թաղամասում տուն եք կառուցում, այս խնդիրը գիտեք։ Կոյուղու ցանց չկա համատարած ոչ մի տեղ։ Անհատական կոյուղին էլ կախված հողի շերտից պիտի արժենա մի քանի 100,000 դրամից մինչև մի քանի միլիոն դրամ։ Անհատական կոյուղու պարագայում դուք չունեք ոչ մի երաշխիք, որ դա կաշխատի տասնյակ տարիներ։ Կոյուղու համակարգը կառուցելը ավելի թանկ արժի, բայց եթե ամբողջ համակարգը կա եւ դա բաշխում է թաղամասի բոլոր բնակիչների վրա, շատ ավելի էժան է նստում։ Թաղամասեր կան, որ կիսով չափ դեռ բնակեցված չեն, բայց բնակիչները արդեն իրենց անհատական կոյուղիների վրա ավելի շատ փող են ծախսել, քան կծախսեին, եթե ամբողջ թաղամասում այդ կոյուղի գիծը քաշվեր։ Այսինքն ավելի ձեռնտու կլիներ, որ իրենք իրար հետ միանային եւ դատարկ հողամասերին նվիրեին այդ կոյուղու գիծը, ոչինչ չպահանջեին, իրենց վրա ավելի էժան կնստեր։ Տրամաբանական է թվում, որ այս խնդիրը պիտի ուրիշ լուծում ունենար, քաղաքակիրթ լուծում, բայց Հայաստանի գյուղերում եւ նորակառույց թաղամասերում մեծ մասամբ կոյուղու գիծ չկա, չի կառուցվում։ Անարդյունավետ կառավարում, որ ասում են, հենց սա է։ Գերմանիայում օրինակ այդպիսի բան չկա։ Գերմանացիները ավելի քիչ փող ծախսելով ունեն ավելի լավ արդյունք, մենք ավելի շատ փող ծախսելով ունենք ավելի վատ արդյունք։ Այս խնդիրը ունի շատ པարզ լուծում։ Պետությունը իր գործն է անում, համայնքը իր գործն է անում, բնակիչը իր գործն է անում։ Մինչև բնակելի թաղամաս թույլ տալը համայնքի առաջին գործը պետք է լինի, որ գնա կոյուղին սարքի։ Հիմա եթե մտնես որևէ համայնք, կասեն մեզ փող որտեղից որ գնա կոյուղու սարքենք, դա տասնյակ միլիոնավոր դրամների հարց է։ Դա այն քյասիբի մտածողությունն է։ Քյասիբ մարդ, որ առավոտից իրիկուն այսպես ծխում է ու սենց բողոքում է կյանքից ու իր աղքատությունից ու ոչ իման չի անում։ Կոյուղու համակարգը համայնքի համար բիզնես է, որտեղից համայնքը փող ունենա, եթե փող աշխատելու ձևը կա, բայց համայնքը չի ուզում այդ փողը աշխատել։ Դժվար հաշվարկներ չկան։ Եթե համայնքը 100 միլիոն դրամ դնում է եւ կարողանում է մի ամբողջ թաղամասի համար սարքել կոյուղու գիծ, հետո կարող է 150-ից 200 միլիոնով այդ գիծը վաճառել տեղի բնակիչներին։ Ամեն մեկը կարող է վճարել 500,000, 700,000 դրամ, մի քիչ պակաս, մի քիչ ավել։ Եվ բնակիչները մեծ սիրով կվճարեն, որովհետև եթե իրենք անհատական կոյուղի կառուցելու լինեն, դա իրենց վրա ավելի թանկ կնստի, կան չնախատեսված ծախսեր եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդ անհատական կոյուղին կաշխատի, հասկանում եք։ Այսինքն փողը կա, բնակիչը կա, վճարողը կա, տեխնիկական հնարավորությունը կա, բայց կազմակերպողը չկա։ Դրա համար էլ Գերմանիան հարուստ երկիր է, Հայաստանը աղքատ երկիր է։ Ոչ թե որովհետև ծով ունի կամ իրենք ավելի խելացի են, այլ որովհետև կազմակերպողը չկա, արդյունավետ կառավարումը չկա։